Եթերում 02-ի հերթական թողարկումն է, բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարարն ամփոփել է ոստիկանության 2025 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները։ Աշխատանքային խորհրդակցություն ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում քննարկվել են ընթացիկ աշխատանքների արդյունքներն ու նախանշվել առաջնահերթությունները։ Սևանա լճում Սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել եւ առգրավվել են 12000 սիգ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել են ոստիկանության 2025 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները։ Զեկույցների համաձայն էական կրճատվել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, կրկնապատկվել է առգրավված թմրամիջոցների ծավալը, իսկ զենքզինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում գրանցվել է աճ։ Արփինե Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել արձանագրված ցուցանիշները եւ հանձնարարականներ տվել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին նախարարությունում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն։ Ամփոփվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2025 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները։ Նախարար Սարգսյանը նշել է, որ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղություններով ամփոփման նպատակն է գնահատել ձեռքբերումները, մատնանշել բաստողումները եւ հստակեցնել անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը, ոստիկանության պետի տեղակալները, յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով կատարված աշխատանքները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ հանցավորության դեմ արդյունավետ պայքարը շարունակում է մնալ ոստիկանության առաջնահերթությունը։ Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը, նա ընդգծել է, որ ըստ ներքին գործերի նախարարության հանցավորության, վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի 2025 թվականի ամփոփ վիճակագրության Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով նախաձեռնված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3.2%-ով նվազում։ Վիճակագրական պատկերում առաջին անգամ վերլուծվել է հենց 2025 թվականի իրավիճակը, որը թույլ է տվել դուրս բերել կոնկրետ տարվա հանցավորության պատկերը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանրապետությունում արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը, նշելով, որ 2025 թվականի ընթացքում դրանց թիվը նվազել է 1739-ով կամ 23.2%-ով։ 2024 թվականի համեմատ 5-ով ավելացել են հաստատված սպանությունները։ Հաստատված սպանության դեպքերի բացահայտումը կազմել է 100%։ Վարդան Վարդանյանը նշել է, որ 169 դեպքով նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը 933-ից հասնելով 764-ի, իսկ բացահայտման ցուցանիշը շեշտակի բարելավվել է։ Միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը եւ համայնքին պատճառված նյութական վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ, վերականգնված միջոցներ։ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, հիմքում ունենալով թմրամիջոցների ներմուծման եւ արտադրության շղթային բացահայտման ռազմավարական մոտեցումը։ 2025 թվականին կրկնապատկվել է առգրավված թմրամիջոցների ծավալը։ Իրավապահ համակարգի համագործակցված աշխատանքի արդյունքում հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, նախորդ տարվա 426 կիլոգրամի համեմատ։ Դրական տեղաշարժ է գրանցվել նաև զենքզինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, առգրավվել եւ կամավոր հանձնվել է 2246 միավոր զենք, նախորդ տարվա համեմատ 667-ով ավելի։ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության թվային քարտեզի զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս վիզուալ տեսնել հանցավորության շարժընթացը։ Նա կարևորել է քրեական ոստիկանների անհատական էլեկտրոնային քարտերի համակարգը, որը հնարավորություն է տալիս տեսնել թե ծառայողի անձնական նախաձեռնությամբ բացահայտված հանցագործությունները, թե մասնակցությունը թիմային բացահայտումներին։ Վարդան Վարդանյանն ընդգծել է, որ հաշվի առնելով հանցավորության դինամիկան եւ նկատվող միտումները, ուրվագծվել են ընթացիկ տարում իրականացվելիք միջոցառումները։ Մասնավորապես վերաիմաստավորվել են օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել քրեական ոստիկանության մասով նախարարության կողմից վարվող քաղաքականության հետևողական իրացման արդյունքում մի շարք ուղղությունների արդյունքները։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել եւ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ ավարտել քրեական ոստիկանության թվայնացման գործընթացը, կարևորել է նաեւ կիբերլաբորատորիայի ստեղծումը։ Նախարար Սարգսյանը նաեւ հանձնարարել է տնտեսական բնույթի հանցագործությունների, այդ թվում ապօրինի հանքարդյունաբերության, կոռուպցիոն այլ դրսևորումների բացահայտման ուղղությամբ առավել ակտիվ քայլեր ձեռնարկել, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործություններով զարգացնել դրանց կանխման ուղղությամբ գործիքակազմը։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է արձանագրված ցուցանիշները, ընդգծելով ոչ մեծ եւ միջին ծանրության, լատենտային բնույթի հանցագործությունների կանխարգելման, ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Կարեն Հակոբյանի խոսքով իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 1650 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, մասնավորապես գողության դեպքերը նվազել են 957-ով, խարդախությունները 642-ով, կողոպուտներինը 55-ով։ Բացի այդ, հայտարարվել է ավտոմեքենաներից գողության եւ գողացված պահեստամասերի եւ պետհամարանիշների միջոցով շորթմամբ զբաղվող 37 հանցավոր խումբ։ Ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումները ապահովել են ձերբակալվածների եւ կալանավորվածների ուղեկցման հայտերի գրեթե 98%-ի կատարումը, շեշտակի բարելավելով անցած տարվա համեմատ գրանցած արդյունքը։ Ներքին գործերի նախարարը հանձնարարել է դպրոց ընտանիք համայնքային ոստիկան համագործակցության տրամաբանությամբ անչափահասների հետ աշխատանքներ տանել նաև ուսումնական հաստատություններում, սերտ համագործակցել մանկավարժական կազմի հետ։ Նրա խոսքով համակարգի նկատմամբ ձևավորված հանրային դրական ընկալումը ուղիղ կապ ունի հանցավորության դեմ պայքարի արդյունավետության հետ։ Ուստի Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես ակտիվ եւ հետեւողական աշխատանքը անձնական ունեցվածքի գողությունների, նաև լատենտային բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ենթակա ծառայողների հետ ամենօրյա ռեժիմով հասցեավորել առկա խնդիրները եւ վերլուծել աշխատանքի թիրախային ուղղությունները։ Բարեկային ծառայության պետ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը ներկայացրել է վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, ինչպես նաեւ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բարեկային ծառայության կողմից զգալի աճ արձանագրվել, մասնավորապես թմրանյութերի ապօրինի շրջանառության, առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու եւ փաստաթղթերի կեղծման դեպքերով։ 2025 թվականին բարեկները բացահայտել են 14747 հանցագործության դեպք, նախորդ տարվա համեմատ 3052-ով ավելի։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ջրային պարեկների աշխատանքի շնորհիվ արգելավվել է շուրջ 2.5 տոննա ապօրինի որսած ձուկ։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ բարեկային ծառայության գործունեության արդյունքում 2025 թվականին հաջողվել է էականորեն կրճատել ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թիվը։ 2024 եւ 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին խնայվել է 95 կյանք, եւ սա այն պայմաններում, երբ ամեն տարի աճում է տրանսպորտային միջոցների թիվը, հասնելով շուրջ 1 միլիոնի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ այս հենասյունային ուղղության հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ հետիոտների կողմից չթույլատրված հատվածներով անցնելու, վարորդների կողմից շամրակապված վարելու եւ արագության գերազանցման դեպքերի կանխարգելումը։ Միայն հետեւողական աշխատանքի արդյունքում կներդրվի անվտանգային մշակույթ եւ վարքագծի փոփոխություն, նշել է նախարարը։ Նախարարն առանձին անդրադարձ է կատարել ծառայողների վերապատրաստումների ընթացքին կատարված եւ պլանավորվող դասընթացներին։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, այդ համատեքստում առավել ակտիվացնելով շրջայցերը համայնքային բնակավայրերում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը նշել է, որ նոր հենասյունային ուղղության ոստիկանության գվարդիայի ծառայողները ամբողջությամբ անցել են իրենց գործառույթային պարտականություններին եւ նոյեմբերի 1-ից մինչեւ տարեվերջ բացահայտել են հանցագործության 146, իսկ մինչ օրս 217 դեպք։ Ընդգծվել է, որ գվարդիայի գործունեությունը չի սահմանափակվում միայն հասարակական կարգի եւ անվտանգության պահպանմամբ, հանցավորության դեմ պայքարի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշները անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել։ Ներքին գործերի նախարարը դրական գնահատելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության գվարդիայի ձեռքբերումները հանձնարարել է շարունակել կանոնադրական նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ արդյունավետ ծառայությունը, նաև ակտիվացնել մշտադիտարկման մեխանիզմները։ Արփինե Սարգսյանը կարևորելով տարբեր երթուղիներով գվարդիայի կողմից իրականացվող շրջայցերը ընդգծել է, որ դրանք պետք է ունենան քարտեզի միասնական տրամաբանությամբ լայն ընդգրկում եւ ապահովեն ոստիկանական առավել արդյունավետ ներկայություն։ Ներքին գործերի նախարարն անդրադարձել է նաև համակարգում արձանագրված խոշտանգման եւ վատ վերաբերմունքի վերջին դեպքին եւ ընդգծել, որ կատարվածը որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։ Այն կարմիր գիծ է եւ հակասում է նախարարության որդեգրած սկզբունքներին ու արժեքներին։ Ունենում ենք դեպքեր, երբ որ իրականում խոշտանգման դեպք չունենք։ Այսինքն, թե ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության ստուգումներով, թե քննչական մարմինների փաստահեն ստուգումներով արձանագրում ենք, որ չկա խոշտանգման իրավիճակ, բայց բնականաբար ունենք բողոք, որի հետ կապված, որ վարույթը նախաձեռնում է եւ գնում է առաջ։ Այս իրավիճակում ես կարծում եմ դուք համոզվել եք, որ մենք լուր, բայց փաստական տվյալներով գնում ենք ապացուցման ճանապարհով։ Այսինքն ապացուցում ենք, որ մեր ծառայողը, եթե չի ունեցել խնդիր որևէ իրավիճակում, ուրեմն վստահաբար այդ արձանագրումը քրեական վարույթի շրջանակներում պիտի արվի։ Անկախ նրանից, թե տեղեկատվական ինչպիսի մեծության աղմուկ մենք կունենանք հանրային տիրույթում։
Եվ մենք անցած տարվա կտրվածքով ունեցել ենք նմանատիպ իրավիճակներ։ Վստահաբար։ Սրա կողքին ենք դեպք, երբ որ փաստական տվյալ առավոտության մակարդակում գոնե թե։ Այս իրավիճակներում եմ ուզում նաև վստահ լինեք եւ կարծում եմ համոզվել եք, որ սրանք ռեակցիա են ունենալու։ Եվ սրանք ունեն ռեակցիա։ Այս երկու իրավիճակներ ուզում եմ հստակ տարանջատենք։ Ես կարծում եմ իմ վարքագծով այսքան ժամանակ թույլ չեմ տվել մտածելու, որ այդ դեպքերը կարող է փակվեն, այդ դեպքերը կարող է չընդհանցկավորվեն։ Եթե կա կարմիր գծի հատման իրավիճակ, այդ դեպքերը միանշանակ արձանագրվելու են, անկախ նրանից մենք ունենանք արտահոսք, թե չենք ունենա արտահոսք։ Անդրադառնալով ներկայացված զեկույցներին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատել արձանագրված ցուցանիշները եւ ընդգծել 2025 թվականին ձեռք բերված արդյունքների ամրապնդումը։ Նախարար Սարգսյանը մասնավորապես դրական է գնահատել մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազման միտումը, միաժամանակ ընդգծելով, որ զենք զինամթերքի կամավոր հանձնման ու արգրավման դեպքերը պետք է մնան ոստիկանության բոլոր ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասով Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել ապացուցողական բազայի վրա հիմնված աշխատանքը։ Նախարար Սարգսյանը կատարված ծավալուն աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հանձնակազմին, կարևորել ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների համակարգված համագործակցության ապահովումը։ Արփինե Սարգսյանը վերհանելով խնդիրները հանձնարարել է կենտրոնանալ դրանց քայլ առ քայլ լուծումների վրա եւ հորդորել ընթացիկ տարում ամրապնդել դրական ցուցանիշները։ Բարեփոխումների կարևորագույն բաղադրիչ է մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է Լաուր Վալենբերգ ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը փետրվարի 5-ին ընդունել է Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին։ Անդրադառնալով համագործակցության պատմությանը, ներքին գործերի նախարարի տեղակալը բարձր է գնահատել համատեղ իրականացված ծրագրերը, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մասնագիտական վերապատրաստումներն ու ձերբակալվածների պահման վայրերում հանրային վերահսկողության մեխանիզմների կատարելագործման նպատակով տրամադրված փորձագիտական աջակցությունը։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը համընդգրկում բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից է։ Նա նշել է, որ նախարարության կողմից արդեն իսկ մշակվել է ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին նոր օրենքի նախագիծը, որի աշխատանքներում կարևոր դեր ունի միջազգային փորձագիտական աջակցությունը։ Նախարարի տեղակալը շեշտել է նաեւ կրթական բաղադրիչի արդիականացման անհրաժեշտությունը, կարևորելով ուսումնական նյութերի ու մեթոդաբանության պարբերաբար թարմացումը։ Լաուրա Միլնը վերահաստատել է ներքին գործերի նախարարության հետ գործընկերային այնպիսի հարաբերություններ ձևավորելու պատրաստակամությունը, որտեղ տեսական քննարկումները վերածվում են գործնական արդյունքի։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գույքագրել կարիքներն ու առաջնահերթությունները եւ համագործակցությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տեղափոխել գործառնական փուլ։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Փրկարծառայության տնօրեն Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քննարկելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները։ Ղազարյանը կարևորել է ծառայական կարգապահության պահպանումն ու վերահսկողության ամրապնդումը խնդիրների արագ ու արդյունավետ լուծման նպատակով։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 6-ին փրկարարծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, վերհանվել առկա խնդիրներն ու բաց թողումները, նաև նախանշվել են դրանց լուծման ուղիները։ Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ենթակա կառույցներում իրականացված աշխատանքները,
կազմակերպչական եւ գործառնական խնդիրներն ու դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը կարևորելով գործունեության ժամանակ ի հայտ եկած մարտահրավերների համատեղ վերլուծությունը, ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է առկա խնդիրները ժամանակին բացահայտելու եւ արդյունավետ լուծումներ ապահովելու ուղղությամբ իրականացնել համակարգված աշխատանք։ Նա առանձնահատուկ կարևորել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական եւ արդյունավետ իրականացման, արտակարգ դեպք պատահարների վայրերում սահմանազատման աշխատանքների կազմակերպման, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ միջոցառումների պատշաճ կազմակերպումը, ինչպես նաեւ հրդեհներից տուժած քաղաքացիների կարիքների ժամանակին եւ համակողմանի բավարարումը։ Արամ Ղազարյանը փրկարարական ուժերի վարչության պետին հանձնարարել է շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, վերհանել առկա խնդիրներն ու սեղմ ժամկետներում ապահովել դրանց արդյունավետ լուծումները։ Փրկարար ծառայության տնօրենը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է խստորեն պահպանել ծառայողական կարգուկանոնը, ամրապնդել վերահսկողությունը ենթակա անձնակազմի կատարողական եւ աշխատանքային կարգապահության նկատմամբ։ Քննարկված հարցերի շուրջ տրվել են նաեւ համապատասխան հանձնարարականներ։ Սիգի ձվադրման սեզոնին Սևանալճում գործել է որսի ժամանակավոր արգելք, որի ընթացքում արձանագրվել է խախտումների նվազում, թեև հայտնաբերվել են ապօրինի որսի տասնյակ դեպքեր։ Էկոպարեկներն ու ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա հսկողությամբ բացահայտել են ինչպես քողարկված տեղափոխման դեպքեր, այնպես էլ ապօրինի վաճառք տարբեր մարզերում, առգրավելով 12,000 սիգ եւ որսամիջոցներ։ Սիգի ձվադրման սեզոնի հետ կապված Սևանալճում ամեն տարի արգելվում է սիգի որսը։ Նպատակը պարզ է՝ արդյունագործական մեծ պահանջարկ ունեցող ձկնատեսակի վերարտադրության ապահովումը։ Ձկան մայրական կազմը շատ ավելի խոցելի է, քանի որ վտարներով մոտենում են ափին ձվադրելու համար։ Եվ այս արգելքի նպատակն էլ այդ մայրական վտարների պահպանությունն է, որպիսի կարողանան ձկնկիթը բաց թողնել լճում, դրանով ապահովելով ձկան վերարտադրությունը։ Գործընթացը համակարգում է շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ կոնկրետ միջոցառումներին մասնակցում են նաև այլ կառույցներ։ Էկոպարեկային ծառայությունը հսկողությունը խստացնում է եւ ուժեղացնում է լճի վրա, բնապահպանության տեսչական մարմնի գործընկերները ամբողջ Հայաստանի Հանրապետությունում եւ Էլի Գեղարքունիքի մարզում շրջիկ այցերով իրականացնում են այդ վերահսկողական գործընթացները։ Այստեղ մեծ աջակցություն է ցուցաբերում ներքին գործերի նախարարությունը եւ ջրային պարեկների եւ մյուս պարեկների, ոստիկանական պարեկների միջոցով։ Մարզպետարանը շատ մեծ դերակատարում ունի իր համայնքների հետ աշխատանքում, Սևան ազգային պարկը, էկոպարեկային ծառայությունը։ Սիգի որսի արգելքը անցած տարվա նոյեմբերի 20-ից մինչև այս տարվա փետրվարի 1-ն էր։ Նախորդ տարվա համեմատ խախտումների թիվը նվազել է, ինչը ոչ միայն հսկող մարմինների աշխատանքի, այլև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման արդյունք է։ Ու թեև այս անգամ եւս առաջնային տեղը տրվել է բացատրական աշխատանքին, ցավոք խախտողներ կան։ Իսկ նման դեպքերում արդեն պետք է կիրառել վարչական ներգործության միջոցներ։ Հիշեցնենք, որ առանձին դեպքերում նման խախտումները ենթադրում են նաեւ քրեական պատասխանատվություն։ Արգելքի ընթացքում շուրջօրյա ծառայության արդյունքում էկոպարեկները հայտնաբերել են ապօրինի ձկնորսության 31 դեպք, կազմվել են արձանագրություններ։ Հայտնաբերված 27 լողամիջոց, 8 քարշակ եւ 189 ձկնորսական ցանց առգրավվել եւ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Արգելքի ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների հաջողությունը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ էկոպարեկային ծառայությունը ակտիվորեն համագործակցել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ինչպես ցամաքում, այնպես էլ ջրի վրա իրականացվող միջոցառումների ժամանակահատվածում ոստիկանությունը ակտիվ աջակցություն է ցուցաբերել հասարակական կարգի պահպանության դեպքերով, նաև իրենք են նախաձեռնել իրավախախտման դեպքերի հայտնաբերումը, համալիր միջոցառումներ իրականացվել միջպետական ճանապարհներին, մայրուղիներին, որտեղ ստուգման են ենթարկվել տրանսպորտային միջոցները, ինչը տվել է նույնպես իր դրական արդյունքը, հայտնաբերվել են նույնիսկ քողարկված տեսքով տեղափոխվող որսի արդյունք հանդիսացող ձկնատեսակներ։ Հիշյալ քողարկված տեղափոխման դեպքերից հիշենք երկուսը։ Հունվարի 22-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի Գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցել են մի ավտոմեքենա, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ։ Մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ծովագյուղ Շորժա-Վարդենիս ճանապարհին նրանք կանգնեցել են մի քարշակ, որը տեղափոխում էր Opel Magnishi մեքենա։ Ստուգմամբ Opel-ի սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ։ Ընդհանրապես խախտումների հայտնաբերման հարցում կարևոր դեր ունի ոստիկանությունը, հատկապես ակտիվ էր ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի աշխատանքը։ Սևանալճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի ժամանակահատվածում
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի պարեկների կողմից հայտնաբերվել է որսագողության 58 դեպք, որից 40-ի վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ, իսկ 18-ի վերաբերյալ քրեական վարույթ։ Ընդհանուր հաշվով հայտնաբերվել է մոտ 12,000 ձուկ, ընդհանուր 4,5 տոննա քաշով։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արգելվել է նաեւ որսագործիքներ եւ լողամիջոցներ, մասնավորապես նավակներ, նավակների շարժիչներ, ձկնորսական ցանցեր եւ այլն։ Սիգի ապօրինի որսը կանխելու միջոցներից մեկն էլ ձկան վաճառքի կանխումն ու բացահայտումն է։ Այս ուղղությամբ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել հանրապետության ողջ տարածքում։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժինների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները Շիրակի մարզում հայտնաբերել են 273 կիլոգրամ, Վայոց ձորում 32, Տավուշում 147, իսկ Կոտայքում 182 կիլոգրամ սիգ։ Սիգի վաճառքի դեպքեր են կանխվել նաեւ Մայրաքաղաքում։ Միջոցառումներին մասնակցել են նաեւ Համայնքային ոստիկանության ծառայողներ, հայտնաբերվել է 78 կիլոգրամ սիգ։ Իհարկե խախտումներ հայտնաբերելը, խախտողներին պատասխանատվության ենթարկելը, որսամիջոցներ արգրավելն ու այլ պատժիչ միջոցները կարևոր են։ Սրանք նույնպես ունեն կանխարգելիչ նշանակություն, որ արդյունք կտան արդեն սիգի որսի հաջորդ արգելքի ժամանակ, իսկ այսօր շատ ավելի կարևոր է լսել մասնագետների նախնական ամփոփումը համալիր միջոցառման բուն նպատակի առումով։ Այս ժամանակահատվածում իրականացվում է լճում նաև գիտական որս, որտեղ ներգրաված են Սևան ազգային պարկի ձկնաբանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ձկնաբանները, նախարարության աշխատակիցները եւ Սևանի իշխանի հիմնադրամի գործընկերները։ Համատեղ որսը նպատակ ունի ուսումնասիրելու ձվադրող վտառը եւ ձվադրման գործընթացը, դրա արդյունքները գրանցելու համար։ Այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ ձվադրման գործընթացը ապահովված է եւ ունենք դրական արդյունքներ։ Իդեպ ապօրինի որսի դեմ պայքարը ներքին գործերի ու շրջակա միջավայրի նախարարությունների եւ պատկան այլ մարմինների համագործակցության միակ ուղղությունը չէ։ Բնապահպանական բոլոր խնդիրներն են ուշադրության կենտրոնում եւ տարբեր կառույցների տարեստարի ակտիվացող համագործակցությունն է, որ պետք է ապահովի երկրի համար կենսական այդ խնդիրը։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկ անգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Շարունակելով թողարկումը առաջարկում եմ անցնող շաբաթվա քրեական նորություններին ծանոթանալ մեկ տեսաշարով։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ եւ ձեռք բերելով ապօրինի զենքզինամթերք նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում եւ բնակարանային գողություններ, միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին, դիմել են այսպես կոչված քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենքզինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու եւ թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ ձերբակալվել են։
Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ ուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենքզինամթերք եւ թմրամիջոցներ։ Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու ազգային անվտանգության աշխատակիցները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 6-ին ժամը 16:30-ի սահմաններում թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Արինբերդի 5-րդ նրբանցքում քրեական ոստիկանները ձերբակալեցին Աբովյան քաղաքի բնակիչ 2 եւ Հրազդան քաղաքի բնակիչ 1 տղամարդու։ Վերջինիս վարած VAZ-2105 մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն։ 31-ամյա Աբովյան խուզարկությամբ հայտնաբերվեց տոպրակ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմեց 1 կիլոգրամ 96 գրամ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Փետրվարի 7-ին կեսգիշերն անց Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են Chevrolet մակնիշի մեքենա։ Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված տարբեր չափերի փաթեթներ։ Վարորդն ու ուղևորը չենթարկվելով օրինական պահանջին դիմադրություն են ցույց տվել պարեկներին, փորձել դիմել փախուստի, որի ընթացքում էլ ուղևորը գրպանից բյուրեղանման զանգված է նետել։ Վարորդը եւ ուղևորը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Ավանի բաժին, որտեղ պարզվել է, որ 33-ամյա վարորդը Սյունիքի մարզի Բռնակոտ գյուղի բնակիչ է, իսկ 34-ամյա ուղևորը Սիսիան քաղաքի։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 391.45 գրամ զանգվածով 155 փաթեթ։ Տղամարդիկ կալանավորվել են, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փետրվարի 15-ից գործարկվում է 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը, որը կմեկտեղի ոստիկանություն ու փրկարծառայություն ուղղված զանգերը։ 112 զանգահարելով քաղաքացիները հնարավորություն կունենան միաժամանակ օպերատիվ աջակցություն ստանալ թե ոստիկանության, թե փրկարծառայության կողմից, բացառելով առանձին կապ հաստատելու անհրաժեշտությունը։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայով։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։